Գնեք 3 քառակուսի մետր սալիկ եւ ստացեք եւս 2 քառակուսի մետր ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am «2025 թվականի հոկտեմբերի 4-ին երեկոյան Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին վերածվել էր բախումների կենտրոնի։ Պատճառը տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններն էին, որոնց արդյունքները ընդդիմադիրները վիճարկում էին, նշելով պատճառները անարդարություն ու լեգիտիմության բացակայություն։ Ոստիկանությունը ջրցան ու արցունքաբեր գազ է կիրառել բախումների ժամանակ։ 4-ի երեկոյան բողոքի ակցիայի մասնակիցները փորձել են ներխուժել նախագահական պալատ, հայտարարելով իշխանությունը ժողովրդին փոխանցելու մասին։ Բախումների հետևանքով վնասվածքներ են ստացել 21 ոստիկան եւ 6 ցուցարար։ Նույն գիշերը ձերբակալվել է բողոքի ակցիայի 5 կազմակերպիչ։ Ըստ Վրաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած տվյալների, քվեաթերթիկների 100%-ի մշակումից հետո Վրաստանի իշխող վրացական երազանք կուսակցությունից Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Կախա Կալաձեն ստացել է 214,872 ձայն, հավաքելով ձայների ավելի քան 71%-ը։ Իշխող վրացական երազանքի թեկնածուները քաղաքապետներ են դարձրել Թբիլիսիում, Ռուստավիում, Քութայիսում, Բաթումիում ու Փոթիում։ Երկրորդ տեղում է ընդդիմադիր ուժեղ Վրաստան Լելո եւ Գախարյան հանուն Վրաստանի կուսակցությունների տեխնացու Իրակլի Կուպրաձեն։ Նրան աջակցել է ընտրողների 12,27%-ը։ Միաժամանակ Վրաստանում ձերբակալվել են բողոքի ակցիաների առնվազն 5 առաջնորդներ։ Ներքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն հայտնել է, որ ձերբակալվել են Պատա Բուրչուլաձեն, Մուրթազ Զոդելավան, Իրակլի Նադիրաձեն, Պատա Մանջգալաձեն եւ Լաշա Բերիձեն։ Նրանք մեղադրվում են Վրաստանի սահմանադրական կարգի բռնի փոփոխության կամ պետական իշխանության տապալման կոչի, ինչպես նաեւ բռնության խմբակային գործողությունների կազմակերպման, ղեկավարման ու մասնակցության մեջ։ Այդ արարքների համար նախատեսվում է մինչև 9 տարվա ազատազրկում։ Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ կառավարությունը տապալելու փորձը ձախողվել է եւ որ նրանք, ովքեր մասնակցել են դրան, խստորեն կպատժվեն։ Վրաստանի առաջին ալիքը հայտնում է, որ Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել է մեծ քանակությամբ հրազենի ու պայթուցիկ նյութերի հայտնաբերման մասին։ Գործի նյութերի համաձայն Ուկրաինայում գործող զինված ստորաբաժանումներից մեկի վրացի ներկայացուցչի հանձնարարությամբ, ինչը հաստատվում է բազմաթիվ ապացույցների, Վրաստանի քաղաքացի Բ.Չ.-ն ձեռք է բերել մեծ քանակությամբ հրազեն, ռազմամթերք ու պայթուցիկ նյութեր։ Առկա օպերատիվ տեղեկատվության համաձայն նշված ռազմամթերքը նախատեսված էր օգտագործել կազմակերպված խմբային բռնությանը եւ հոկտեմբերի 4-ին Թբիլիսիում նախագահական պալատի գրավման փորձին զուգահեռ դիվերսիոն գործողությունների համար։ Պետական անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում հաջողվել է մասնազերծել այն անձանց խմբին, որոնք պետք է տեղափոխվեին նշված ռազմամթերքն ու պայթուցիկ նյութերը Թբիլիսիի կենտրոն, նշված է հաղորդագրության մեջ։ Եվրամիությունը արձագանքել է Վրաստանում տեղական մարմնի ընտրություններին եւ այդ օրը տեղի ունեցած իրադարձություններին, մասնավորապես Եվրոպական միությանը դայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը անդրադառնալով Վրաստանում տեղի ունեցած զարգացումներին, նշել է, որ այս շաբաթ օրը Վրաստանում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններ այլախոհության դեմ լայնածավալ բռնաճնշումների ֆոնին։ Անկախ մամուլի դեմ ամիսներ տևած գործողությունները, քաղաքացիական հասարակության դեմ ուղղված օրենսդրական նախաձեռնությունները, ընդդիմադիրների ու ակտիվիստների ազատազրկումը, ինչպես նաև ընտրական օրենսգրքի փոփոխությունները ի նպաստ իշխող կուսակցության զգալիորեն սահմանափակել են մրցակցային ընտրությունների հնարավորությունը։ Ընդդիմության մեծ մասը բոյկոտել է ընտրությունները եւ մասնակցության մակարդակը եղել է համեմատաբար ցածր։ Բացի այդ, Վրաստանի իշխանությունների կողմից միջազգային դիտորդներին, մասնավորապես ԵԱՀԿ Ժմիգին ժամանակին չհրավիրել է խաթարել է ընտրական գործընթացի թափանցիկությունը եւ խոչընդոտել վստահելի միջազգային դիտարկումը։ Տեղական կազմակերպությունները հրաժարվել են դիտարկում իրականացնել ռեպրեսիվ մթնոլորտի պատճառով։ Մեծ թվով քաղաքացիներ շարունակաբար բողոքել են իշխող վրացական երազանք կուսակցության ճնշող քաղաքականության դեմ։ Մենք կոչ ենք անում ազատ արձակել բոլոր կամայականորեն ձերբակալված անձանց, մենք կոչ ենք անում պահպանել հանգստություն եւ զսպվածություն ընտրություններից հետո եւ հորդորում ենք իշխանություններին հարգել քաղաքացիների, հավաքների ու արտահայտվելու ազատության իրավունքները։ Բոլոր քաղաքական ուժերի ու քաղաքացիական հասարակության մասնակցությամբ կառուցողական ու համապարփակ երկխոսությունը կարևոր նշանակություն ունի եւ մենք կոչ ենք անում բոլոր կողմերին զերծ մնալ բռնությունից։ Վերջապես Եվրոպական միությունը վճռականորեն մերժում եւ դատապարտում է Վրաստանում Եվրամիության դերի վերաբերյալ տարածվող ապատեղեկատվությունը, ինչպես նաեւ
նաև Եվրամիության դեսպանի դեմ ուղղված անձնական հարձակումները, հայտարարել է Մարտակոսը։ Եվրոպական միության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը անդրադառնալով Վրաստանում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմնի ընտրություններին նշել է, որ Վրաստանում տեղի ունեցան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, որոնք իշխանությունների կողմից ընդդիմախոսության լայնածավալ ճնշման պայմաններում տեղի ունեցան։ Եվրոպական միությունը վճռականորեն մերժում ու դատապարտում է Վրաստանում Եվրամիության դերի վերաբերյալ ապատեղեկատվությունը եւ խստորեն դատապարտում է Եվրամիության դեսպանի նկատմամբ անձնական հարձակումները, նշել է Կալասը իր հայտարարության մեջ, կոչ անելով դարձյալ ազատ արձակել բոլոր կամայականորեն կալանավորված անձանց։ Մենք կոչ ենք անում պահպանել հանգստություն ու զսպվածություն, հետընտրական փուլում եւ կոչ ենք անում իշխանություններին պաշտպանել քաղաքացիների հավաքների ու արտահայտման ազատության իրավունքը։ Եվ այս պահին կապ ենք հաստատել Վրաստան, Թբիլիսի, զրուցելու ենք միջազգային ուրեմն հարցերով փորձագետ Գեորգի Թումասյանի հետ։ Պարոն Թումասյան, բարև ձեզ, շնորհակալ եմ միանալու համար։ Բարև ձեզ։ Եվ այսպես ինչ է կատարվում այս պահին Վրաստանում, Թբիլիսիում եւ հնարավոր են արդյոք այսպես նոր զարգացումներ։ Ցույցերը շարունակվում են, երեք տեղի ունեցավ նորից ցույց, ուրեմն հոկտեմբերի 5-ին եւ ամեն օրվա ռեժիմում ցույցերը շարունակվելու են, որոնք կրում են բացառապես խաղաղ բնույթ եւ հասարակությունը մտադիր է իր այսպիսի ուրեմն շարունակվող ցույցերի միջոցով շարունակել այդ գործընթացը, իսկ ինչ վերաբերվում է քաղաքական գործընթացին, ապա ասեմ, որ ստեղծվել է լուրջ ճգնաժամ քաղաքական, ներքաղաքական դաշտում, կողմերը առհասարակ հիմա մտածում են, թե ինչ մոտեցումներ, ինչ քաղաքականություն պետք է ունենան եւ ինչ փոփոխություններ պետք է տեղի ունենա, գիտեք, որ ձերբակալված են այդ ցույցի ժամանակ իրենց կազմակերպիչ հռչակած 5 կոնկրետ քաղաքական եւ հասարակական գործիչ եւ առհասարակ իրավիճակը բարդ է եւ դրա մասին է նաեւ խոսում Եվրոպական միության հստակ ուրեմն այդ հայտարարությունը, որը փաստացի ինչպես Վրաստանի հանրությունը մերժում է այս ընտրությունները։ Ես պետք է նաև նշեմ, որ Թբիլիսիում ամեն 5-րդն է տվել միայն ձայն, ուրեմն 5 հոգուց մեկն է տվել ձայն այսօրվա իշխանության համար, ինչը 20% է կազմում, եւ վերջի տվյալները Եվրոպական միության աջակցության ցույց են տալի, որ 80% աջակցում է Եվրոպական միության անդամակցության գործընթացին, ուստի մենք կարծում ենք ցույցերում մասնակից հասարակությունը, որ իրականում իշխանության այսօրվա աջակցության մակարդակը 20% է, իսկ ցույցերի եւ մնացած գործընթացի աջակիցը 80%, եւ դրա մասին խոսեց նաեւ 100,000-ից ավել մարդ հավաքված հոկտեմբերի 4-ին։ Խնդիրը նրանում է, որ ինչ ձևաչափով պետք է ունենա փոփոխություն, տեղի ունենա փոփոխություններ Վրաստանում, դա մնում է գլխավոր հարցը։ Լավ, պարոն Թումասյան, փաստորեն Եվրամիության պաշտոնյաների կողմից կար կոնկրետ այսպես արձագանք, հրահանգ, ազատ արձակել ուրեմն ցուցարարներին, ինչ եք կարծում, ես ներկայացրի, թե ուրեմն ինչքան ուրեմն ազատազրկում է նրանց սպառնում մինչև 9 տարի ըստ օրենքի, ինչ եք կարծում այս հայտարարությունները որքանով ազդեցություն կունենան վրաց իշխանությունների վրա։ Առհասարակ այս հայտարարությունը ազդեցություն չի ունենա, որովհետև Վրաստանի դեֆակտո իշխանությունները շարունակում են ոչ միայն ձերբակալումները եւ նկատի չունեն միայն այդ օրվա, դա վերաբերվում է այն տասնյակ ուրեմն նույնիսկ մինչև 100 քաղաքացիական բանտարկյալներին, քաղաքական, որոնք մենք ունենք Վրաստանում, դա նաև վերաբերվում է նրան, որ ընդդիմությունը ուրեմն փաստացի բոյկոտել է ընտրությունները, որովհետև մթնոլորտը ընտրությունների առհասարակ չէր համապատասխանում արդար եւ թափանցիկ ընտրությունների եւ դրա մասին Եվրոպական միությունը նաև խոսում է, ինչպես նաև նույն գործընթացում դիտորդական բոլոր առաքելությունները կարելի ասել նաև չմասնակցեցին ընտրություններում հենց ստեղծված մթնոլորտի պատճառով Եվրոպական միությունը նաև գիտեք, որ կոչ է արել երկխոսության համար եւ Իվանիշվիլիի ռեժիմը որևէ երկխոսության գնալու պատրաստակամություն առհասարակ չունի եւ չի ցուցադրում եւ բացի դրանից իրենք շարունակում են իրենց հարցակումները
ուրեմն իրենց բառապաշարով Եվրոպական միության դեսպանի եւ տարբեր եվրոպական պետությունների դեսպանների վրա եւ դեմ եւ դա քննադատվում է նաեւ Եվրոպական միության կողմից, որովհետեւ ապա տեղեկատվություն է տարածվում Եվրոպական միության հասցեին, առհասարակ կարելի ասել, որ որևէ կոնստրուկտիվ քայլերի ուրեմն Իվանիշվիլու կողմից սպասել պետք չէ եւ հակառակը ինքը հիմա փորձելու է այս լարված իրավիճակը օգտագործել ել ավելի մեծ ճնշումների եւ բռնապետության ձևավորման համար։ Լավ, ի վերջո ինչն էր նաեւ ընդդիմության ձախողման պատճառը, պարոն Թոմասյան, տեսակետ կա, որ ընտրված տեխնացուն չուներ այնքան մեծ հեղինակություն։ Ի վերջո այս ցույցերը որքանով շարունակական կլինեն, շարունակվելու են, թե այլևս time out կվերցնի ընդդիմությունը, հաշվի առնելով նաև առաջնորդների այսպես անազատության մեջ լինելու հանգամանքը։ Ես պետք է նշեմ, որ այդ մարդիկ չեն ցույցի առաջնորդները, այս ցույցերը առաջնորդ չունեն եւ իրանք կազմակերպված չեն եւ իրանք ամեն օրվա ռեժիմում արդեն 10 ամիսա շարունակվում են եւ շարունակվելու են տարբեր ամեն քաղաքացու անձնական ներդրումով։ Ինչ վերաբերվում է այդ կոնկրետ կազմակերպչական խմբի եւ ձերբակալմանը, ապա իրենց կողմից ներկայացված օրակարգը վերաբերվում էր նախագահական նստավայրին կոնկրետ եւ այդ ուղղությունով ցույցի շատ փոքր մասն է շարժվել փաստացի, ուստի գնացել իրենց հետ այդ ուղղությամբ, ուստի դա նաև նշանակում է, որ ցույցը չի կիսել որևէ այսպես ասած լարված կամ բռնի գործողություններ, նույնիսկ այն դեպքում, որ բոլորը հասկանում են, որ իշխանությունը զավթված է եւ Վրաստանում բռնապետական համակարգ է ձևավորված։ Ցույցերի համար time out չի լինելու, որովհետեւ ներքին գործերի նախարարությունը ասել է, որ բոլոր ցույցերը հետագա օրերի ընթացքում կլինեն այն մեծ ցույցի շարունակությունը եւ իրանք կգործեն համապատասխան, սպառնացել էր 3 ցերեկոյան եւ չնայած դրա 3 երեկոյան Վրաստանի խորհրդարանի առջեւ նորից տեղի ունեցավ ամեն օրվա ձևաչափով ցույց, որը ոչ մեկի կողմից կազմակերպված չի։ Ցույցերը շարունակվելու են ներքաղաքական դաշտում եւս մեկ անգամ կա լուրջ փոփոխությունների անհրաժեշտություն, առհասարակ ես կարծում եմ եւ դա հստակ այստեղ նաեւ ասում եմ, որ այն ուրեմն ներքաղաքական լանդշաֆտը, ձևաչափը, որը Վրաստանում գոյություն ունի, ինքը իրան սպառել է եւ փոփոխության անհրաժեշտություն կա։ Եվ փաստորեն փոփոխության անհրաժեշտություն թե ընդդիմադիր դաշտում, թե իշխանական, պարոն Թոմասյան։ Նկատի ունեմ ընդդիմադիր դաշտում փոփոխության, որը ի վերջո պետք է բերի իշխանության փոփոխության, որովհետև անկեղծ պետք է լինենք, որ ժողովրդի շատ մեծ մասը դժգոհ է գործող իշխանություններով եւ արդեն ասացի 80%-ի հարցել կա, 100-ից ավել 1000 մարդ հավաքվել էր այդ օրը, դա նաեւ դրա վառ օրինակ էր, բայց այլընտրանքը, թե ով է կոնկրետ այլընտրանք այս իշխանությունների, դրա պատասխանը չկա եւ պարակտում կա այդպես կոչված ընդդիմությունում, որը ուրեմն անցյալ տարվա հոկտեմբերի խորհրդական ընտրությունների հետևանքում ձևավորվեց այդ 4 կոալիցիոն ուժը, այս փուլում մենք ունենք, որ երկուսը մասնակցեցին ընտրություններում եւ դրանով ըստ ցույցի մասնակիցների եւ հասարակության գնացին ռեժիմի հետ համագործակցության ճանապարհով եւ դրանով իրենց քաղաքական ուրեմն ավարտին հասան, իսկ մյուս կողմից այն քաղաքական ուժերը, որոնք այսպես ասած այս բախումների ճանապարհով փորձում էին ինչ որ առաջընթաց ունենալ, այդ գործընթացում նաև մարդիկ մենք տեսանք, որ դրան փաստացի չեն աջակցում, դա ուղղակի այդ ցույցի օրվա ուրեմն փաստն է, եթե մենք հետևենք ինչքանակ ինչում է մասնակցել, ուստի դա նշանակում է, որ այսօրվա իրավիճակում ներքաղաքական դաշտում երկու այդ բևերը գոյություն ունեցող երկու ընդդիմադիր բևերը երկուսն էլ չի համապատասխանում այն պահանջներին, որը Վրաստանի քաղաքացիների 80%-ը ունի։ Լավ, պարոն Թոմասյան, իսկ ուրեմն 71% ի վերջո սրանք արդյունքներ են, որոնց հետ պետք է հաշվի նստել։ Ստացել են այս ձայները ուրեմն վարչական ռեսուրսի կիրառման, ինչ ճանապարհով է վրացական երազանքը ստացել այս ձայները։
Ես եւս մեկ անգամ կրկնում եմ, որ այո 71%, բայց առաջի հերթին, երբ որ ընդդիմության կարելի է ասել 90%-ը բոյկոտել են այս ընտրությունները եւ կոչ են արել ոչ էլ մասնակցեն այդ ընտրություններում, նույնիսկ այն ընդդիմադիր ուժերի աջակցության, որոնք կային, որտեղ դա կեղծ գործընթաց է համարվել, մթնոլորտը առհասարակ ազատ չի եղել ոչ ընտրությունների միջև ընտրություններ, ոչ ընտրությունների ժամանակ չեն եղել դիտորդական առաքելություններ եւ չի եղել իրական այլընտրանք, բայց կրկնում եմ, ակտիվության աստիճանը, որ մենք նայենք, դա նշանակում է, որ 71% ձեր ասածը իրականում Վրաստանի բնակչության 20%-ն է, որը գնացել է եւ քվեարկել է վրացական երազանքի համար։ Ուստի ամեն 5-րդն է միայն իրանց ձայն տվել, 4 հոգին այդ 5-ից չեն գնացել եւ իրանց աջակցել, որովհետեւ դեմ են իրանց քաղաքականության եւ օրակարգի։ Խնդիրը նրանում է, որ իրանք ինչ ձևաչափով պետք է ձևավորվի այնպիսի ուժ, որին կաջակցեն մի կողմից եւ առհասարակ ինչպես պետք է տեղի ունենա ներքաղաքական գործընթաց այն դեպքում, որ Վրաստանում արդեն ձևավորված է բռնապետություն, դա երկրորդ հարցն է։ Ուստի այդ ամբողջ ադմինիստրատիվ ռեսուրսով, ամբողջ կեղծման համակարգով 20%-ից ավել չեն կարողացել հավաքել, ինչը ուղղակի իրանց դեմն է իրականում խոսում միայն եւ միայն այն մարդկանց համար, ով այդ 71%-ի իրական ուրեմն բովանդակությունը փորձում է հասկանալ։ Տեսեք, ըստ էության Եվրոպական միությունը վճռականորեն մերժում ու դատապարտում է նաև Վրաստանում Եվրամիության դերի վերաբերյալ ապատեղեկատվությունը եւ խստորեն դատապարտում Եվրամիության դեսպանի նկատմամբ անձնական հարձակումները։ Միևնույն ժամանակ գիտենք Կոբախիձեի հարցազրույցը կամ այսպես մեկնաբանությունը այն մասին, որ փորձում էին Վրաստանում Մայդան կազմակերպել եւ այլն եւ կանխվել է դա։ Վրացական առաջին ալիքը ներկայացրել է նաև տվյալներ, թե որքան զենք, պայթուցիկներ են ուրեմն տեղափոխվել Վրաստան այդ ընդհանրապես նախագահական շենքի գրավման եւ Մայդան իրականացնելու համար։ Այս մասով ինչ կասեք, պարոն Թոմասյան։ Սա վաղուց այսօրվա ուրեմն Իվանիշվիլի ռուսական ռեժիմի նարատիվներն են, իրանք ամեն ինչ այստեղ տեղի է ունենում, փորձում են Մայդան գնահատել եւ Մայդանը գնահատել ինչպես ուրեմն հակաուկրաինական եւ հակապետական գործունեություն, որովհետեւ Մայդանի դեմ ուղղված է Ռուսաստանը։ Եվ Վրաստանի այսօրվա իշխանությունները իրանց մոտեցումները համապատասխանում են Կրեմլի մոտեցումներին, այլ ոչ թե ուկրաինական ժողովրդի եւ արևմուտքի մոտեցումներին։ Եվ մեզ սպառնում են այստեղ ուղղակիորեն պատերազմով, եթե մենք փաստացի Վրաստանում իշխանափոխություն կազմակերպենք, նկատի ունեմ ամբողջ հանրությունը։ Եվ Դուգինը երեք հայտարարեց, որ հարավային Կովկասում միայն Վրաստանն է մնացել անկախ, դրանով նկատի ունեն, որ Վրաստանն է Ռուսաստանի տակ, իսկ Ադրբեջանը եւ Հայաստանը տարբեր ձևաչափերով իհարկե, բայց օգոստոսի 8-ի փաստաթղթով փաստացի Ռուսաստանի իշխանության տակից դուրս են եկել։ Եվ փաստորեն Ռուսաստանը բացահայտ ասում է, որ Վրաստանում իրանք կառավարում են իշխանությունը եւ սպառնում են Մայդանով եւ պատերազմով Վրաստանին, ուրեմն իշխանափոխության դեպքում ընտրությունները միևնույն ժամանակ չեղարկել են եւ մենք ունենք իրավիճակ, որ փաստացի Եվրոպական միությունը հռչակվում է ինչպես թշնամի այսօրվա դե ֆակտո իշխանությունների կողմից, ուստի սա շատ լուրջ աշխարհաքաղաքական զարգացումներ են, որը եւս մեկ անգամ հաստատում են, որ Վրաստանը գտնվում է ռուսական այսօր փաստացի օկուպացիայի տակ եւ նպատակն է Վրաստանը օգտագործել Վրաստանի եւ Հայաստանի միասնական եվրոպական ճանապարհը խոչընդոտելու համար, կիրառվում են բոլոր մեթոդները, վրաց ժողովրդին չեն թողնում այլընտրանք, ոչ ուրեմն իշխանությունը փոխելու ընտրությունների ձևաչափով, ոչ էլ ցույցերի ձևաչափով, որովհետև ամեն ցույցերը խաղաղ գնահատվում են ինչպես Մայդան եւ այլն։ Իսկ այդ այլընտրանքը փաստորեն նոր պիտի ձևավորվի։ Վրաց ժողովուրդը այլընտրանք ունի այնուամենայնիվ, պարոն Թոմասյան, առաջիկայում դուք կարծում եք այս ցույցերը, որոնք շարունակական են լինելու, որոնք նախորդ ընտրություններից հետո ընդհանրապես չէին էլ դադարել, նոր թափ կստանան։
Դա իհարկե ապագայում կտեսնենք, ինչպիսի փոփոխություն կլինի ցույցերում, այո, նոր թափ անհրաժեշտ է, նոր ուղղություն, որտեղ վերջի ամիսների գլխավոր թեման դարել էր այս հոկտեմբերի 4-ի մեծ ցույցը, եւ ուստի հիմա պետք է անպայման է, որ ցույցերի այս գործընթացը ինքը այսպես ասենք շարունակվի եւ չկասեցվի այս ստեղծված բարդ իրավիճակի հետևանքում, ուստի պետք է ձևավորվի նոր թափ, նոր ուղղություններ, այստեղ իհարկե ես արդեն նշեցի, որ ներքաղաքական դաշտում լուրջ փոփոխություններ են անհրաժեշտ, բայց պետք է նաև նշել, որ սա բավարար չէ Վրաստանում փոփոխության համար, ընտրությունները Վրաստանում խորհրդարանական 3 տարուց են իրականում եւ եթե տեղի չունենա ուրեմն ընտրություններ միջև այդ կամ լուրջ աշխարհաքաղաքական փոփոխություններ, ապա առնվազն պետք է պատրաստվել այդ ընտրությունների համար կամ եթե աշխարհաքաղաքական փոփոխություններ եւ ներքաղաքական փոփոխություններ տեղի ունենան, որով ստիպեն գործող այդպես կոչված իշխանություններին, որ նշանակեն ուրեմն նոր արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ապա այդ օրակարգը իհարկե հնարավոր է ուստի ամենակարևորն է ձևավորել ուրեմն համապատասխանող ներքաղաքական դաշտ շարունակել բողոքը եւ ցույցերը եւ հասարակության հետ այդ ակտիվ աշխատելը միևնույն ժամանակ իհարկե աշխարհաքաղաքական զարգացումները կունենան շատ կարևոր դեր, որովհետեւ ուղիղ է պետք ասել, որ փաստացի Վրաստանը այսօր գտնվում է Ռուսաստանի այդ Ուկրաինայի դեմ պատերազմի հետևանքում, որովհետեւ բացահայտ այստեղ որևէ իշխանության փոփոխություն, ես նույնիսկ ասեմ, սոցիալական ցանցերում ռուս անհասկանալի զինվորականներ տարածել են տեղեկատվություններ, որ եթե Վրաստանում տեղի ունենա իշխանափոխություն, իրանք միանգամից կներխուժեն Վրաստան զինված ուժերի միջոցով։ Դրանով են նաև Բիձինա Իվանիշվիլիի ներկայացուցիչները սպառնում Վրաստանի քաղաքացիներին, ուստի փաստացի Ռուսաստանը այստեղ սպառնում է, որ եթե իր իշխանությունը այստեղ ավարտվի, ապա Ռուսաստանը ֆիզիկապես կգրավի ամբողջ Վրաստանը։ Մենք պետք է հաշվի առնենք բոլոր մարտահրավերները մեր պետության եւ գնանք ամենաճիշտ դիվանագիտական խաղաղ պետականամետ քայլերի, որը մի կողմից կփրկի Վրաստանի անկախությունը, պետականությունը ռուսական զավթիչ մեքենայից, մյուս կողմից չի ստեղծի այնպիսի վտանգներ մեր պետության համար, որ ներքաշվի Վրաստանը պատերազմի մեջ, սա շատ բարդ առաջադրանք է եւ իրոք սրա վրա պատասխանը հեշտ ձևավորել անհնար է, բայց ուրիշ տարբերակ չկա։ Շնորհակալ եմ, կհետևենք զարգացումներին, պարոն Թոմասյան։ Ես եմ շնորհակալ։ Հիշեցնեմ, զրուցում էի միջազգային հարաբերությունների փորձագետ Գեորգի Թոմասյանի հետ։